Բարի երեկո, եթերում է IBC լուրերի գլխավոր թողարկումը, ես Գառնիկ Մութաֆյանն եմ և հիմա կներկայացնեմ օրվա գլխավոր իրադարձությունները Հայաստանից և աշխարհից։ Լսումներ քաղբանտարկյալների իրավունքների թեմայով, ինչ արձագանք է տվել դատախազությունը։ Բաքվից եկած ուղերձների հակառակ կողմը կամ հայ պատվիրակների խաղաղության մասին հայտարարությունների ադրբեջանական երեսը։ Ինչպես են Բաքվում արձագանքել հայ ներկայացուցիչների այցին։ Վանդալիզմի հերթական դրսևորումն օկուպացված Արցախում։ Ադրբեջանի ձեռքերը հասավ Ստեփանակերտի հայտնի Տատիկ Պապիկի արձանին։ Սև ամպեր Հայաստանի երկնքում, ինչպես է բռնկվել հրդեհն ու ինչ վնասներ կան։ Խարդախություն, թե անհեռատես հաշվարկ, հերթական ծրագիրը նոր պատոհազ քաղաքացու համար, ինչ են պահանջում տուժածները։ Խաղաղության մասին ուղերձների պատասխանը միշտ չէ, որ խաղաղությունն է լինում։ Բաքու մեկնած հայ քաղաքասարակության ներկայացուցիչները իրենց հետ բերել էին Ալիևի օգնական Հիկմետ Հաջիևի ուղերձը, պատերազմներին վերջ տալու, խաղաղ ապրելու, հարաբերությունները կարգավորելու մասին։ Սակայն երբ փակում ենք դիվանագիտական ուղերձների թղթապանակն ու պարզապես մտնում սոցիալական հարթակ, կարդում մեկնաբանությունները, պատկերն ամբողջանում է։ Ադրբեջանական հասարակությունը պատրաստ է արդյոք խաղաղության կամ ինչքանով է պատկերացնում մեզ հետ նույն տարածաշրջանում ապրելու գաղափարը։ Իմ գործընկեր Անի Աբաղյանը պարզապես կարդացել է Բաքու մեկնած հայ պատվիրակներից մեկի հարցազրույցի մեկնաբանությունները, խոսել նրա եւ ստանալով փազլի ամբողջական պատկերը։ Դիտենք ռեպորտաժը։ Разница, которая очевидна, что гораздо больше зеленых насаждений. Для меня это символ того, что и в Армении, и в Азербайджане, в наших отношениях все и дальше будет развиваться в этом направлении. Բաքու ժամանած հայ պատվիրակներից Բորիս Նավասարդյանն ամփոփել ու դրական փոփոխությունների հասնելու ակնկալիքով է Երևան եկել։ Վանն ու Բաքուն դրական խորհրդանիշ ունեն հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Հարցազրույցի մեկնաբանությունում ադրբեջանցիներից մեկը Բորիս Նավասարդյանի աչքերում եւ խոսքերում կեղտ չի տեսել։ Ահա երկար սպասված հայը, նրա աչքերում կամ խոսքերում կեղտ չկա։ Անկախ նրանից, թե որքան դժվար կարող է լինել, Կովկասը պետք է խաղաղ լինի եւ ամենակարևորը, Կովկասի համար իրական պայքարը հսկայական խթան կհաղորդի տարածաշրջանի դրական զարգացմանը։ Նրան ի պատասխան ադրբեջանցիներից մեկն ասում է, խոսքին հավատալ պետք չէ։ Առաջին անգամ չէ, մեկ այլ օգտատեր էլ գրում է. Դուք մեզ հետ հեռանկարներ չունեք։ Մեր զրույցը ձեզ հետ ընդմիշտ ավարտվեց։ Մենք նաև այլևս ձեզ հետ հարևան չենք լինի։ Մենք ստիպված կլինենք ազատագրել Երևանի խանության հին ադրբեջանական հողերը։ Հարևաններ եղեք Ֆրանսիայի եւ Հնդկաստանի հետ։ Տարբեր մեկնաբանություններ կային նաև Երևանից Բաքու մեկնած խմբի գրառումների տակ։ Այդ դեպքում էլ հայերն էին անհամաձայնություն, զայրույթ արտահայտում այցի խմբի անդամների նկատմամբ։ Բաքվի ներկայացուցիչների Երևան այցից հետո էլ ադրբեջանական մամուլում շրջանառվեց մի տեսանյութ, որտեղ դպրոցահասակ երեխաներն այսպես կոչված բեմադրություն էին կազմակերպել։ Նրանցից մեկը հայի դերն էր մարմնավորել, մյուսները ադրբեջանցիների։ Զինված ադրբեջանցիները քաղաքացիական հագուստով տղային ստիպում էին կրկնել Արցախը Ադրբեջան է։ Ղարաբաղը Ադրբեջան է։ Ղարաբաղը Ադրբեջան է։ Այս տեսանյութը զայրույթ էր առաջացրել հայ օգտատերերի շրջանում ու պատերազմը շարունակվել էր մեկնաբանության դաշտում։ Երկու հասարակությունների միջև առաջացած անդունդն ինչպես է լցնելու 5+5 ձևաչափը։ Մենք 5+5 ֆորմատով դա չենք կարողանալու հաղթահարել։ Եվ այդ 5+5 ֆորմատը ես մի քանի անգամ ասել եմ, մենք համարում ենք որպես հաղորդակցական հարթակ, որից համապատասխան ուղերձներ են գնում եւ դեպի որոշում կայացնողներ եւ դեպի լայն հասարակություն։ Բաքվի եւ Երևանի միջև խաղաղության հասնելու շուրջ երկխոսություն է 1992 թվականից սկսած։ Այն իրավական հիմքերի վրա էր դրված, ոչ թե սիմվոլների, կարծում է Լարիսա Ալավերդյանը։ Բաքու մեկնած խումբը իշխանության քաղաքականությունն է առաջ տանում, քարոզչություն անում, կարծում է Հայաստանի առաջին ՄԻՊ-ը։ Ինքնակոչությունը ինքնին դատապարտելի է եւ նրանք կարող են ներկայանալ որպես անձ եւ իրենց հասարակական կազմակերպությունների անունից։ Այնպես որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության անունից իրենք իրավունք չունեն ներկայանալ։
Խաղաղության նկատմամբ վերաբերմունքի դրսևորում կարելի է համարել նաև օկուպացված Արցախում տեղի ունեցողը։ Ադրբեջանական վանդալիզմի զոհ է դարձել նաև Ստեփանակերտի հայտնի «Մենք ենք մեր սարերը» կամ որ ավելի հայտնի է Տատիկ Պապիկի արձանը։ Ազգությամբ թալիշ ադրբեջանցի լրագրող Ռահիմ Շալիևն է հրապարակել տեսանյութը, որում արձանի վրա երևում է, որ առջևի հատվածում ադրբեջաներենով արված տարբեր գրառումներ կան։ Լրագրողի հրապարակման մեկնաբանություններում մեկ ուրիշ օգտատեր այլ տեսանյութ է հրապարակել, որում հուշարձանի տարբեր մասերում եւս երևում են ադրբեջաներեն փորագրումներ ու գրառումներ։ Ակնհայտ է, որ Արցախի հայկական կրոնական, պատմական ու մշակութային ժառանգությունը շարունակում է մնալ վտանգի տակ։ Բաքուն չի հրաժարվել ու չի հրաժարվելու Արցախի բնակավայրերից հայկական հետքը վերացնելու, նրանց հայկականության դիմակիցը փոխելու եւ ադրբեջանականացնելու գործընթացից։ Ահազանգ է հնչեցրել Գեղարդ հիմնադրամը։ Այս ամենն ու նախքան սա վերջին 5 տարվա մեջ 3 պատերազմ ու Արցախում էթնիկ զտում տեսած հայերին չեք համոզելու, որ Բաքուն խաղաղության որևէ միտում ունի, համոզված է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։ Ադրբեջանագետի խոսքով գործող իշխանությունը թվում է, որ եթե այս շռնդալից նվաստացումն ու այլևի երազանքների ցուցակի իրագործումը կոչեն խաղաղություն, ապա դրան հանրությունը հավատալու է։ Այսօր պատերազմը մղվում է մեր ուղեղներում, մղվում է մեր ուղեղների համար, տարբեր կողմեր մեզ փորձում են համոզել տարբեր բնույթի ստեր եւ անհեթեթություններ, որոնց եթե հավատանք, կամ պետք է Ալիևին դարձնենք Հայաստանի Հանրապետության անկախության խորհրդանիշ, կամ էլ Հայաստանի վրա առհասարակ խաչ քաշենք։ Մեկը ես ոչ առաջինն եմ ուզում, ոչ էլ երկրորդը։ Ես հստակ տեսնում եմ, որ Ադրբեջանը բազմաթիվ խոցելի կողմեր ունի, որոնք կարելի է ուղղել հենց իրենց դեմ։ Մեր քննարկումը պետք է լինի Հայաստանի հզորացման եւ մեր խնդիրների լուծումների վերաբերյալ, իսկ ստախոսներին պետք է թողնել իրենց ստի փուչիկի մեջ։ Ամենավտանգավորը, որ իրենց հետ արդեն տեղի է ունեցել, այն է, որ իրենք արդեն իրենց ստին հավատացել են, իսկ դա ինքնաոչնչացման տանող ճշմարիտ ուղին է։ Անդրադառնանք ներքաղաքական թեմաներին։ Վաղը խորհրդարանական ընդդիմությունը հրավիրել է լսումներ քաղբանտարկյալների իրավունքների հարցի վերաբերյալ։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը չի մասնակցելու լսումներին։ Ըստ պատգամավոր Քրիստինե Վարդանյանի, դատախազը որպես պատճառաբանություն նշել է, որ զբաղված է։ Բնական է, ՀՕԿ-ի հրավիրած լսումները չեն, որ Վարդապետյանը թողնի իր բոլոր գործերը, ներկայանա ազգային ժողով ու աչ ու ձախ իշխող խմբի պատգամավորներին զեկուցի, որ ամեն ինչ վերահսկողության տակ է, ամեն ինչ իրենց սրտով է։ Հերթական ընդդիմադիր պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարց չէ, որ Աննա Վարդապետյանը շտապի ազգային ժողով։ Մի խոսքով զարմանալի կլիներ, եթե Աննա Վարդապետյանը ներկայանար ԱԺ ու փորձեր հիմնավորել, որ Հայաստանում քաղաքական հետապնդման ենթարկվողներ չկան։ Իսկ այդ ընթացքում բանտում գտնվող Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը շարունակում է մնալ անկայուն, նույնիսկ մտահոգիչ։ Նրա օրգանիզմում շաքարի պարունակությունը անկանոն իջնում բարձրանում է։ Փաստաբանի խոսքով Վարդան Ղուկասյանին ախտորոշել են աորտայի անևրիզմա, ինչը շատ վտանգավոր հիվանդություն է, որի պատրվելու դեպքում հնարավոր է չկարողանան փրկել մարդու կյանքը։ Լուրջ հիվանդություններ ունի պարոն Ղուկասյանը, որոնք անհամատեղելի են կալանքի հետ։ Պետությունն իր պարտականությունները չի կատարում, հետևողականորեն եւ համակարգված մերժում է նրան բժշկական օգնություն տրամադրելու իրավունքը։ Նրան չեն տեղափոխում հիվանդանոց, նա տառապում է երկրորդ տիպի դիաբետով, որն ունի լաբիլ ընթացք։ Հենց իմ պահանջով օրեր առաջ բուժքույրը չափեց նրա շաքարի պարունակությունն այրան մեջ։ Հասել էր 20-ի, բայց երեկել իջել էր մինչև 3։ Այս պարագայում մարդը կարող է կոմայի մեջ ընկնել։ Ինքն է իր վիճակը կարգավորում համապատասխան դեղորայքով, այնինչ դա պետք է լինի էնդոկրինոլոգի վերահսկողությամբ։ Բացի այդ, Ղուկասյանը հայց է ներկայացրել ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի եւ Հայաստանի Հանրապետության դեմ։ Նա պահանջում է ոչ միայն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները, այլև ճանաչել իր անմեղության կանխավարկածի խախտման փաստը եւ վճարել փոխհատուցում 500,000 դրամ։ Ըստ հետքի հայցադիմումը 3 են ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան։ Ռուբեն Ռուբինյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում տարբեր գրառումներով կաշառակեր սրիկա է անվանել Վարդան Ղուկասյանին այն բանից հետո, երբ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում Ղուկասյանին մեղադրանք են առաջադրել։ Մասնավորապես հրապարակումներից մեկով Ռուբեն Ռուբինյանը Վարդան Ղուկասյանի նկարին կից գրել է. 6 ամիս եւ 1 օր ըստ հակակոռուպցիոն կոմիտեի ուղիղ այսքան պահանջվեց, որպեսզի սա վերադառնա կաշառակերության իր սիրած գործին ու բռնվի։ Սրա համար քաղաքական պատասխանատվություն են կրում իրեն քաղաքապետ դարձնողները Քոչարյան,
Ղուկասյանը, Սարգսյանը, Վանեցյանը, Դաշնակցությունը եւ մյուսները։ Ղուկասյանը գտնում է, որ խախտվել է իր հիմնարար արդար դատաքննության իրավունքը եւ դատական կարգով պահանջում է հաստատել խախտման փաստը։ Հեծի անվան շուրջ աղմուկը չի դադարում։ Այսօր Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հեծի ժամանակավոր ղեկավար Ռոմանոս Պետրոսյանին։ Հանդիպումն էլ ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվել է։ Պետրոսյանն ու Փաշինյանը քննարկել են Հեծին առնչվող հարցեր։ Օրինակ, որ Հեծը ոչնչացրել է 2018-ից 24 թվականների արխիվը, կամ վարկեր վերցրել ու տրամադրել այլ գործունեություն ծավալող ընկերությունների։ Իսկ ինչ պատասխան է տվել այս ամենին Հեծի տնօրենների խորհրդի նախագահը, ռեպորտաժում։ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հեծի ժամանակավոր պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանին, հանդիպումն էլ հեռարձակվել է ուղիղ եթերով։ Պաշտոնյաները քննարկել են Հեծին լիցենզիայի ձգելուն առնչվող հարցեր։ Ընկերությունը վերցնելու համար պետք է վճարում իրականացնենք, այդ վճարում փաստացի պետական բյուջեի ծախսը, եթե տեսնենք, որ այդ ծախսը արդարացված չի պետական բյուջեի կողմից, ուրեմն մենք պետք է թափանցիկ ընթացակարգերով նոր ներդրող ներգրավենք։ Հեծի սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբորորդին էլ անդրադարձել է հանդիպմանն ու այն որակել որպես հանրությանը Հեծը խլելու հիմնավորումներ ներկայացնելու փորձ։ Կարապետյանը խոստացել է կետ առ կետ անդրադառնալ բարձրաձայնված թեմաներին։ Փաշինյանը մարդկանց վարկաբեկելու ինչ խոսք լավ մասնագետ է, բայց դրույթների մեջ չի խորանում եւ սա նրա թույլ կողմն է, ինչպես այստեղ, այնպես էլ ամենտեղ։ Ռոմանոս Պետրոսյանը նշել է, թե 2018-ից 2024 թվականների ցուցիչների մասին տեղեկությունները Հեծի արխիվից վերացվել են։ Նման պնդում արել էր նաև ՀՑԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։ Իմ նշանակումից առաջ այդ բոլոր փաստաթղթերը նաև արխիվից վերացվել էր։ Պարզապես աղալու միջոցով վերացվել են։ Այդ բոլոր փաստերը դարձյալ այս այժմ քննության արժան դարձել։ FIPM-ի լրագրողը սակայն պարզել է, որ այս պնդումները սխալ են։ Նա դիմել է Հեծ ու խնդրել իր բնակարանի օգտագործած էլեկտրաէներգիայի վերջին տարիների ցուցմունքները, ներկայացնելով բաժանորդային համարն ու անձնագիրը։ Հեծում հաշված րոպեների ընթացքում ներկայացրել են 2019-ից 2025 թվականի նոյեմբեր ժամանակահատվածում նրա ամսական ծախսերի գրաֆիկը։ Ըստ Փաշինյանի, Հեծի անունով բանկերից տոկոսով վարկեր են վերցրել ու առանց տոկոս տվել են ընկերություններին։ Փաշինյանն ու Պետրոսյանը պնդում են, որ այդ ընկերություններն իրենց հերթին չեն զբաղվել էներգետիկ ոլորտի աշխատանքներով։ Արդյունքում վարկեր են ստացել եւ բիզնեսներ այլ ոլորտներում, ընդ որում դրանց մեջ կա նաեւ ՀՀ ոչ ռեզիդենտ ընկերություն։ Ամենացավալին դա է։ Հեծի կոպիտ ասած իհարկե համատությունս ուղիղ չի, կոպիտ ասած հեծը վարկա վերցրել կամ երաշխավորություն ա տվել մի ընկերության, որ ասենք օրինակ կոշիկի առևտրով է զբաղվում։ Կարող ենք այդպես ենթադրել եւ հատկանշական հենց այս խախտման այն է, որ դրանով Հեծը իր ենթակառուցվածքները դրել է ուղղակիորեն ռիսկի տակ եւ տվյալ ընկերությունները իրենց պարտավորությունը բանկերի նկատմամբ չկատարելու կամ պատշաճ չկատարելու արդյունքում բանկերը կարող էին բռնագանձման վարույթներ հարուցել սահմանված օրենսդրական կարգերով Հեծի նկատմամբ։ Պաշտոնյաները Հեծում կատարվածը փողերի լվացում են որակել ու պնդել, որ իրենց կողմից բազում խնդիրներ են բացահայտվել, որոնք պատճառ են դարձել Հեծին լիցենզիայից զրկելու համար։ Միաժամանակ կրկին շեշտել են, որ հոսանքի գնի նվազեցումն անհնար է։ Ըստ Փաշինյանի, այդ պարագայում մի քանի տարի անց խնդիրների առաջ կկանգնենք։ Սեդամ Ակարյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Սև ամպեր են կուտակվել Հայաստանի գլխին կրակի ու ծխի տեսքով։ Տավուշի եւ Գեղարքունիքի որոշ հատվածներում բռնկված հրդեհների դեմ նարներ դեռևս չի հաջողվում։ Սակայն այս ամենն ունի առողջապահական ու բնապահպանական խնդիրների մի հաստ շերտ։ Հայաստանի տարբեր հատվածներում բռնկված հրդեհները վատթարացնում են նաեւ օդի որակը։ Օրինակ նախորդ գիշեր օդի որակը զգալիորեն վատթարացել է, ինչը հաստատել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Ինչպես է բռնկվել հրդեհն ու ինչ վնասներ կան, Սեդամ Ակարյանի ռեպորտաժում։ Սև ամպեր են կուտակվել Հայաստանի գլխին բառի ուղիղ իմաստով։ Հայաստանի տարբեր մարզերի անտառածածկ տարածքներում հրդեհներ են։ Դեռ նոյեմբերի 21-ին Գեղարքունիքում է բռնկվել հրդեհը։ Պատճառների մասին պետական մակարդակով հստակ տեղեկություններ չի տրվում, բայց մասնագետները կարծում են չոր խոտն ու տերևները այրելու հետևանք է։ Հրդեհները հասել են նաև Տավուշ, Լոռի, Շիրակ, անգամ Սյունիք ու Վայոց ձոր։ Եղանակային ցուրտ պայմաններում հրդեհի այս արագությամբ տարածումը կասկածելի է բնապահպան Սիլվա Ադամյանի համար։ Ինչ խնդիր կա, սա մենակ կապված չի տերևներ վառելու եւ խոտածածկ տարածքներ վառելու հետ, ինչպես դուք նշեցիք, մեկը մյուսի հետ կապ չունի։
Հիմա ուզում եմ մենք էլ չենք հասկանում, անկեղծ ասած ես էլ այդպես որ տարածվել է, նորից դեպից անընդհատ ահազանգում են, նկարում են, բնապահպան լրագրողները իրենց կայքում նույնիսկ Google-ով նայել էին առանձին տեղերա, մեկը մյուսի հետ կապ չունեցող, որ սա տարօրինակ է։ Հրդեհները բռնկվել են տեղ-տեղ, որն ավելի շատ կասկածներ է հարուցել, որ պատճառը խոտ ու տերևայրելն է, բնապահպանը վստահ է, բայց դրա տարածման պայմանները հստակ չեն։ Հրդեհի երկու օջախ մարվել է ըստ ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության։ Այս պահին հրդեհաշիջման աշխատանքները Տավուշում եւ Շիրակում շարունակվում են։ Հրդեհաշիջման գործողություններին ակտիվորեն մասնակցել են նաև հարակից համայնքների բնակիչները, աջակցելով փրկարարներին բարդ եւ պատասխանատու աշխատանքում։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հորդորում է համայնքների բնակիչներին արոտավայրերում չոր խոտերի եւ ցանքատարածքների մաքրման ընթացքում խուսափել այրումներից, չառաջացնել լրացուցիչ հրդեհավտանգ իրավիճակներ։ Նախարարությունը հայտարարել է, որ աշխատանքներն իրականացվում են ոչ միայն մարդկային ռեսուրսներով, այլ նաև սարքավորումներով, մասնավորապես Պաշտպանության նախարարության ուղղաթիռներ են գործածում հրդեհը մարելու նպատակով։ Դա չի օգնի։ Հատուկ ինքնաթիռներ կան, հատուկ մեծ, որոնք նախատեսված են այս պրոցեսների համար։ Երբ որ հարց տվեցինք նախարարությունում ու ասեցին կառավարությանը, թե ուր են մեր ինքնաթիռները, որոնք պիտի նախատեսված լինեն, հատուկ գոնե մեկը ունենայինք, որ մեծ մասշտաբի տոննաներով ջուր է վերցնում, ու հաթիռը ինչքան կարող է ջուր վերցնել, դե պատկերացրեք։ Բնապահպանն ասում է, Հայաստանում չոր տերև ու խոտ այրելու վատ մշակույթ կա, որը վերացնելու ուղղությամբ աշխատանքներ պիտի տանի պետությունը, բայց միայն հրդեհից հետո շրջակա միջավայրի նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ նման քայլի գնացողը կպատժվի օրենքով սահմանված կարգով։ Այս օրենքները կա, ես հիմա չեմ ուզում այդ ամեն ինչը մանրամասնել, նույնիսկ կարող եմ ասել, թե ինչպիսի գումար են դրա դիմաց վճարում, ուրեմն պատասխանատվության են կանչում 200,000 դրամ։ Բայց քիչ Բայց չէ։ նույնիսկ իհարկե քիչ է, սա նույնիսկ չի կանգնացնում այդ մարդկան։ Բնապահպան լրագրողներից մեկն էլ իր էջում ահազանգ էր հնչեցրել, որ հրդեհը դեպի Դիլիջան ազգային պարկի առաջանում։ Ըստ վերջին 24 ժամում արված NASA եւ Greenpeace-ի արբանյակային տվյալների, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Կոտայքի, Վայոց-Ձորի եւ Սյունիքի նախալեռնային եւ լեռնային գոտիներում հրդեհները ոչ միայն չեն մարվել, այլ ավելի են տարածվում։ Երկու շաբաթից ավելի տևող հրդեհները խոթարներից սկսել են եւ անցել անտառածածկ տարածքներ։ Լոռվա եւ Տավուշի սահմանային գոտում էլ կրակը շարժվում է դեպի Դիլիջան ազգային պարկ։ Նման իրավիճակում պետական մարմինները պարտավոր են բոլոր ռեսուրսներն ուղղել հրդեհաշիջման աշխատանքների վրա եւ գործել արտակարգ իրավիճակների ռեժիմով։ Եվ ներքին գործերի նախարարությունը եւ բնապահպանը նախազգուշացնում են չոր խոտի եւ տերևի այրելու հետևանքով վնասվում է հողի բերիությունը, վնասվում է նաև մարդկանց առողջությունը։ Այրման ընթացքում ոչնչանում տուժում է կենսաբազմազանությունը, թուլանում է էկոհամակարգի ինքնավերականգնման ունակությունը։ Այս պահին էլ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 1830 փրկարար, 10 ոստիկան, 103 էկոպարեկ, 17 հիմնական եւ 143 օժանդակ տեխնիկա։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Խարդախություն, թե անհեռատես հաշվարկ, որպես կրիպտո ներդրումային հարթակ ներկայացող Hello-Bit-ը օրեր առաջ սարեցրել է օգտատերերի հաշիվները, ինչի պատճառով հազարավոր քաղաքացիներ ֆինանսական լուրջ կորուստներ են ունեցել։ Քաղաքացիները բողոքում էին Hello-Bit-ից եւ նման առցանց հարթակներից տուժելու պատճառով։ Օգտատերերը հույս ունեին բարձր եկամուտ ստանալ, սակայն վերջին ամիսներին շատերի փողը անհասանելի են դարձրել կամ պարզապես անհետացել։ Խապել ենք, փողերը մուծել ենք, վճարել ենք, ունենք չեկերը ամբողջությամբ, որը մուծել են բանկերով, որ խապել են, որ ֆրանսիական բանկն է տրամադրում 0.3 տոկոսով վարկեր, մուծումներն արեք, այսքան, ինչ ասել են արել են, ու տենց խորել Facebook-ից անհայտացել են, հայով դիմել եմ, ԱԱՑ եմ դիմել մի տարի տարամբերին, հետո ասին դե չենք կարողանում բռնել այս հանցախումբը, երբ որ կբռնեն տեղյակ կպահեն։ Մի տարի ես գնացել եմ ԱԱՑ եկե ու ոչ մի պատասխան, ոչ մի դրական բան։ Հետո դիմել ենք մեր Հայրատ քաղաքի ոստիկանության քննչականին, գործ են հարուցել, մի տարի էլ այդտեղ ենք սպասել, ասեն միևնույնն է ձեր գումարները հետ չեն վճարի, դուքի $5,000։
դա այսօր քննչականն է ասում, ոստիկանությունում էլ ասում։ Ոստիկանությունում, քննչականում մեզ պատասխանեցին, թե դուք հույս ունեք, որ այդ գումարները հետ կտան, ոչ մի խումբ էլ չեն բռնի, ոչ մեկին էլ չեն ձերբակալի, որտեղ դուք ձեր գումարները հետ կտան։ Միջազգային լրահոսից Ռուսաստանի վերադարձը մեծ ութնյակ չպետք է տեղի ունենա։ BBC Radio 4-ի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը։ Նրա խոսքով խաղաղության ծրագրի վերջնական տարբերակը պետք է անհնար դարձնի Ռուսաստանի համար կրկին հարձակվելը։ Եթե մենք ուզում ենք, որ այս ամենն ընդմիշտ ավարտվի, ապա Ռուսաստանն իսկապես պետք է որոշ զիջումների գնա, ասել է Կալասը։ Միացյալ Նահանգների Ուկրաինայի վերաբերյալ 28 կետից բաղկացած ծրագրի սկզբնական տարբերակը նախատեսում էր Ռուսաստանի վերադարձը մեծ ութնյակ։ Կրեմլը հետևում է Աբու Դաբիում Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հանդիպան վերաբերյալ տեղեկությանը, սակայն դեռևս նորություն չկա, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով Ռուսաստանն ու Միացյալ Նահանգների ծրագիրն Ուկրաինայի վերաբերյալ համարում է բովանդակալից։ Պեսկովն ընդգծել է, որ անվտանգության ճարտարապետության քննարկումներն առանց եվրոպացիների մասնակցության անհնար է եւ որոշ պահի դրանք անհրաժեշտ կլինեն։ Նա նշել է, որ Ռուսաստանը շահագրգռված է իր նպատակներին հասնել քաղաքական եւ դիվանագիտական միջոցներով։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Կհանդիպենք ժամը 21-ին ամփոփիչ թողարկմանը, առայժմ։